ասում են, որ մեզ չընտրեք, մենք խաղաղություն ունենք, գալու է պատերազմ։ Ամենաողորմելի թեզն է։ Ամենաողորմելի թեզը։ Հələ բացեք իմ և Նիկոլ Փաշինյանի հարցազրույցները մինչև 2020 թիվը ու համեմատեք։ Նիկոլ Փաշինյանը ամբողջ օրը ասում էր, ոչ պիտի շպտի հանձնենք, ասում էր, որ հող հանձնելուց է խոսում, հողին պիտի հանձնենք այդ մարդկանց, ասում էր, փող զիջումներից խոսել չի կարելի, ես շարունակ ասում եի, հարց ունի փող զիջումային լուծում, պիտի գնանք փող զիջումների, որպեսզի նոր պատերազմը բացառվի։ Հիմա այս մարդը, որ բոլոր ոչ մի թիզականներին ժողովրդական լեզվով ասած աբգոներ արե, իրան ներկայացնում է որպես խաղաղության մոդելի կրող։ Կարող եք Հայաստանում հիշել, որ իշխանության օրոք է 3 պատերազմի եղել։ Կարող եք հիշել մի հատ իշխանություն, որը պատերազմա բերել, ինչի հետևանքով կորցրել ենք Արցախը։ Շոր չեմ հիշում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք տես բան է եղել։ Ով բերեց պատերազմը, ում սեղանին էր դրված Լավրովի պլան կոչված փաստաթուղթը։ Սկզբում ասում էր, տես փաստաթուղթ չի եղել։ Հետո երբ որ ես ու այլ գործիչներ հրապարակավ հայտարարեցինք, որ այդ փաստաթուղթը ստիպված մենք կհրապարակենք, բռնեց այդ բոլոր փաստաթղթերը հրապարակեց։ Բանթուն էր այդ փաստաթուղթը, շատ արժանապատիվ փաստաթուղթ էր, որը երաշխավորում էր Արցախի հայկականությունը։ 5 շրջան ազատագրված տարածքներից հետ էր վերադարձվում, Լաչինի Քելբաջարի կարգավիճակն էլ փոխկապակցվում էր Արցախի ապագա կարգավիճակի հետ։ 1 էջ ու կես այդ փաստաթուղթը ընդհանրապես սիրելի ժողովուրդ։ Մեծ փաստաթուղթ էլ չի։ Չընդունեցիր։ Քեզ միշտորդները բան են առաջարկում, դու ժողովրդից դա գաղտնի ես պահում, հետո գնում ես Ստեփանակերտ, մի քանի հազար մարդ հավաքվում է, էյֆորիայի մեջ ես ընկնում, գոռում ես Արցախը Հայաստանը եւ վերջ։ Այդ ինչ չբերես պատերազմ։